1989 թվականին ծնված Գոռ Խչոյանը սեպտեմբերի 16-ին կեսօրնանց Մայրաքաղաքի Խանջյան փողոցի մոտակայքում էր, քայլում էր, բայց ոչ պարզապես զբոսնում, այլ տարածքներ ուսումնասիրում, թիրախ էր փնտրում, աչքի տակ մայթեզրերին ու շենքերի բակերում կայանած մեքենաներն էին, որոշ ժամանակ շրջելուց հետո ուշադրությունը գրավեց մի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենա, արագ զննեց տարածքը, հանեց մոտի հարմարեցված բանալին ու անցավ գործի, գողությունը հաջողեց, բայց հաջողությամբ հեռանալ չհասցրեց։ Ծառայություն էինք իրականացնում Խանջյան փողոցում, ժամը 2-ի սահմաններում նկատել ենք մի երիտասարդի, որի նախկինում բերման էին ենթարկել գողության կասկածանքով ոստիկանության բաժին։ Նրա վարքագիծը կասկած հարուցեց, փորձեցին կանգնացնել, նա դիմեց փախուստի մի քանի մետր վազելուց հետո բռնեցին եւ բերման ենթարկեցին ոստիկանության Մարաշի բաժանմունք։ Դուրս եկեք քաղաք հատուկ գողության նպատակով բարձրացել եմ պետական համալսարանի մոտ հարմար մեքենա եմ տեսել, եկա մոտիկացա դուռը փակել, բացեցի, մտա մեքենայի մեջ, մագնու մոնիտորը գողացա։ Հափշտակվածն արգրավել ու վերադարձվել է մեքենայատիրոջը, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի սեպտեմբերի 24-ից 25 ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 3, խարդախության 9, յուրացման, մաքսանենգության, խուլիգանության եւ կաշառակերության մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Սեպտեմբերի 24-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող տարադրամի փոխանակման կետում անհայտ անձը իրենից բացահայտ հափշտակել է պոլիէթիլենային տոպրակ, որում եղել է 2.300.000 դրամ։ Ովքեր ճանաչեցին տեսագրությունում երևացող անձին, խնդրում ենք դիմել ոստիկանության Տարոնի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0322 20202 590689 հեռախոսահամարներով։ Սեպտեմբերի 23-ին ժամը 17:30-ի սահմաններում Սևան քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները բնակելի գոտում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով հիմնարկի տարածք նախապես թույլատրված մի քաղաքացու կողմից բերված շինանյութը զննելիս տուֆ քարի միջից հայտնաբերել են 12 փաթեթ, որոնց մեջ եղել են 34.5 գրամ ընդհանուր քաշով դեղնականաչավուն յուրահատուկ հոտով զանգված, լիրիկա 300 գրամ նշանագրմամբ գործարանային արտադրության 1 դեղահաբ, 5 հատ կաթոցիկ եւ 1 հատ USB կցորդ։ Տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին իր կողմից վարած գազել մակնիշի բեռնատար ավտոմեքենայի բեռնաթափքի վրայի միջնամասից ներկայացրել է 1 բջջային հեռախոս։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն։ Առաջին անգամ չէ, որ ներկայացնում ենք ոստիկանության կազմակերպած միջոցառումները, որոնց նպատակը նոր կյանք մտնող սերնդին գիտելիքներով ու գաղափարներով զինելն է։ Հերթական միջոցառումը սեպտեմբերի 23-ին էր։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները Շենգավիթի թիվ 46 ավագ դպրոցի 35 աշակերտների հետ այցելեցին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր։ Աշակերտները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում ու ծառայողական պարտականությունները կատարելի զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին, եղան կրթահամալիրի Սուրբ Վարդան մատուռում, ցեղասպանության 100-ամյա տարելիցը ավերժացնող հուշարձանի մոտ վերհիշեցին մեծ ոճիժն ու նորովի գիտակցեցին, որ իբրև պահանջատեր սերունդ իրենք են ամուր կանգնած անկախ հայրենիքի հողին։ Աշակերտները հատկապես տպավորված էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատմության թանգարանի ցուցանմուշներով եւ կրթահամալիրի ընդհանուր գրադարանի հագեցվածությամբ։ Նրանք եղան նաեւ մարզադահլիճում եւ հրաձգարանում, ծանոթացան զենքի հետ վարվելու կանոններին։ Նմանօրինակ միջոցառումները նպաստում են, որ անչափահասը հնարավորինս զերծ մնա հակահասարակական արարքներ կատարելուց եւ տոգորվի հայրենիքին պիտանի լինելու գիտակցությամբ։